Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք ՀԱԿ կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրաբյանին։ Բարի գալուս մեր տաղավար։ Շատ բարև։ Ես միանգամից հարցերին կանցնեմ, չեմ ուզում լիրիկայով հիշել Քյասարը սիրում։ Հա, քյասարը։ Պարոն Զուրաբյան, ինչու որոշեցիք միայնակ, թե դա միակ տարբերակը մնաց։ Դուք առաջարկում եք ավելի մեծ բևեռով, որովհետեւ ուժեղ Հայաստանը անգամ նշում եք Սամվել Կարապետյանի անձը, որ ինքը կարողանա համախմբել Նիկոլ Փաշինյանի դեմ մեծ բևեռ, որովհետեւ դուք մասնակցեք այդ մեկ բևեռով ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ իր տերերի։ Ինչու ստացվեց այնպես, որ դուք առանձին մասնակցեցիք։ Դե առաջին նախագահը համարում էր, որ կարա ինքը համախմբի, պարզվեց, որ չի կարող։ Չհամախմբվեց։ Պատճառներ չկան, այդ չհամախմբվել։ Համենայնպես այդ պատճառները մեր հետ կապված չեն։ Մենք վերլուծություն չունեք արած։ Դե հազար մի բան կարելի է ենթադրել, բայց իմաստը ո՞րն է։ Չէ, հիմա շատ կարևոր է, պարոն Զուրաբյան, տեսեք, մենք ունենք շատ գլոբալ մեծ խնդիր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չկարողանա այլևս վերարտադրվի եւ այս ամեն ինչը մենք կանոնեցնենք գոնե թեկուզ այս պարագայում կանոնեցնենք հետագայում փորձենք առաջ գնանք կամած այդ ամեն ինչին կարելա հետ բերենք, բայց դուք ասում եք մի գաղափարի մասին, որը ես ամբողջովին կիսել եմ, որ մենք պետքա գնանք իհարկե մեկ բևեռով sense 2 տարի է զբաղված ենք դրանով։ Այո, 2 տարի։ Բայց չգիտես ինչու մարդիկ ամբիցիաներն են խոսում, թե ինչն է խոսում, այլ վերլուծությունը չկա։ Ամբիցիա ինչը կարող է հաշվար կա, ի վերջո մարդիկ նաև իրենց պատկերացումներ ունեն ռազմավարության մասին եւ կարող է պատահի այդ չնայած մի պահ իրան գնում էին դաշինքի ստեղծման, հետո ինչ պատճառներով երևի հաշվարկը, որ իրենք կատարել են, իրենց համոզել է, որ դա արդյունավետ ճանապարհ չի։ Մենք չենք կարող ոչ մեկին որևէ բան ստիպել անել։ Մենք պատրաստ ենք միասին գնալու, ընդ որում մենք կարծում ենք, որ դա պետք է լայն դաշինք, այսինքն բոլոր ռացիոնալ, իրատեսական, հաշվարկող, այդպես նկատի ունեմ ռազմավարական հաշվարկ ունեցող ուժերին միավորի մի բռունցքի մեջ։ Մեզնից անկախ պատճառներով դա չեղավ, բայց մենք կռվի մեջ ենք, մենք չենք կարող չկռվել, երբ որ մենք տեսնում ենք վտանգները, չկռվենք։ Կռվել ասելով դուք նկատի ունեք հիբրիդային պատերազմ, որ մեր դեմ է տարվում։ Չէ, կռվել ասելով ես նկատի ունեմ բանը, ընտրական պայքարը։ Հա, ընտրական պայքարի մասին է խոսում։ Հա, բանի այդ իշխանության հարց է լուծվում եւ մենք կարծում ենք, որ ինչ որ այլ ուժերը չկարողանան անեն, մենք կկարողանանք անել։ Մասնավորապես, ասենք, Փաշինյանի այդ կեղծ խաղաղության այդ ռոպագանդան ջախջախել կարող ենք մենակ մենք, որովհետեւ 2017 թվին, եթե հիշում եք, մենք միակն էինք, որ ասում էինք, որ աղետ է գալիս եւ պետք է ընդունել Մինսկի խմբի համանախագահության պլանը, ամբողջ բանը, սպեկտրը, քաղաքական ուժերի, բոլոր մյուս ուժերը ասում են, չէ, այդ հարցը արդեն լուծված է, դրա մասին պետք չի մտածել։ Իսկ մենք տեսնում ենք, որ լուծված չի։ Մենք տեսնում ենք այդ գալիք ամպրոպը եւ բանը հրդեհը։ Մենք դա տեսնում ենք։ Եվ հիմա պարզվեց, որ մենք ճիշտ էինք։ Եվ պետք էր այն ժամանակ գնալ այդ լուծման։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջ դրվեց այդ պլանը։ 5 շրջան դիտայինք, ընդամենը 5 շրջան։ Պահելու էինք ամբողջ Ղարաբաղը, Քելբաջարով, Լաչինով, երաշխավորված խաղաղության բոլոր ճանապարհները բացված, խաղաղության հաստատմամբ, Ֆրանսիայի, Ամերիկայի, Ռուսաստանի երաշխավորությամբ։ Դրանից ավելի լավ պլան Փաշինյանը դա մերժեց։ Մի կողմ դրեց։ Հիմա այս ամեն ինչը չբացահայտենք, ու մենակ մենք կարանք բացահայտենք, որովհետև մնացած ուժերը այդ ժամանակ ասում էին, չէ, այդ պլանը լավը չի։ Այսինքն մենակ Նիկոլ Փաշինյանի պահով մենք կարանք հիմա չխոսենք, շատ թող ինձներ են նախկին նախագահները, բացի Լևոն Տեր-Պետրոսյանը, որ դրա մասին խոսացել է, երկու մյուս նախագահները իրանք նույնպես
մերժել են։ Իհարկե։ Բայց ինչ ենք մենակ նշում Նիկոլ Փաշինյանը։ Մի հատ տարբերություն կա, որը կարևոր տարբերություն է։ Իրանք մերժել են ու սխալ են արել եւ կարծում եմ անհեռատես են եղել այս հարցում, բայց իրանք գոնե շարունակում էին պահպանել Մինսկի խմբի համանախագահության բանակցային process-ը։ Իսկ դա շատ կարևոր բան է, որտեղ այդ process-ը զսպում էր Ադրբեջանին։ Այսինքն ինչ էին ասում Ֆրանսիան, Ամերիկան ու Ռուսաստանը։ Ասում էին, եղբայր, մենք քեզ արգելում ենք ռազմական հարցով լուծել այս հարցը, որտեղ կա բանակցություններ, այնտեղ կա կառուցողական ընթացք, այս հարցը պետք է լուծի բանակցություններով։ Այն պահից, երբ որ դու հայտարարում ես, որ բանակցություններ չկան, իսկ Նիկոլը այդ արեց։ Ինքը չպատասխանեց առաջարկին, գնաց Ստեփանակերտ, ասեց Արցախը Հայաստանն է վերջ, այսինքն ինքը ամբողջ աշխարհին ասեց, որ ես թքած ունեմ բանակցությունների վրա։ Էս էր, որ արդեն դրանից հետո այդ զսպման մեխանիզմը քանդվեց։ Որ էլ չէին կարող ոչ ոք, ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան չէին կարող ասեն Ադրբեջանին դու մի հատ զուսպ մնա, հələ պահի, ստեղ բանակցություններ կան։ Բանակցություն չէր գտնում։ Ադրբեջանը ասում էր դե վերջ, մնաց ռազմական ուղին։ Որովհետեւ մենք շատ հեռու չգնանք, նորից հետ գնանք։ Մարդկանց մոտ սրտխառնոց ճարաճանա այդ գլխապատույտ պատմական ի նկատի ունեմ այդ սրընթաց մեր տեղափոխություններով։ Խնդրում եմ ինձ ասեք, մենք հաղթանակած ենք։ Հիմա ընդունված է կինոյում տենց տան բերում են։ Մենք հին պատկերացումով գնանք, հետո համար հինը 10 տարի առաջ էր գալի։ Հինը շատ լավն է, թեկուզ մութ էր այդ պահին, բայց Արցախեր ու հաղթանակած։ Կլասիկ տենց ավանդական քրոնոլոգիայի կողմից։ Զուրաբյան, մենք հաղթանակած բանակ էինք, հաղթանակած էինք, թե չէ, որ Արցախյան 90-ականներին, թե ոչ։ Միանշանակ հաղթանակած էինք, որովհետև մեր նպատակը ինչն էր, խաղաղեցնել Ադրբեջանին, այսինքն հասնել նրան, որ Ադրբեջանը կանգնեցնի պատերազմը, այլևս ռազմական լուծում չփնտրի։ Սա մեկ, դրան մենք հասանք ու երկրորդ բանն էլ, հասանք այն սահմանների վրա, որոնք զուտ պաշտպանական անվտանգության առումով ամենապաշտպանելին էին։ Այսինքն վերևից բաններ, այդ լեռներն էին, բանի, այդ Օմարի չէ, էլի այդ լեռնաշղթան։ Իսկ հյուսիսից դեպի հարավ մենք ունեինք ուղիղ գիծ, որը արդեն շատ հեշտ էր պաշտպանել, այսինքն մեր դիրքերը բոլորը ստրատեգիական էին եւ մենք ունեինք առավելություն։ Մենք հասել էինք դրան։ Ինչու չկարողացաք ամրագրել։ Հա, մի հատ էլ երրորդ բանը հասել էինք, որ ստիպեցինք Ադրբեջանին ստորագրել զինադադարը Լեռնային Ղարաբաղի հետ միասին եւ Հայաստանի հետ միասին։ Այդ երեք կողմը ստորագրեցին։ Բայց արդյոք պարտադրող կողմը պետք է այդ զինադատարը ում էր պետք հայերին, թե ադրբեջանցիներին։ Իսկ իմ կարծիքով, պարոն Զուրաբյան, կներեք էլի, մի քիչ հարցից դուրս։ Ես իմ կարծիքը կասեմ։ Իմ կարծիքով հաղթանական բանակը պետք է պարտադրել ուրիշ բան։ Կապիտուլյացիա եւ ստորագրել պարտությունը իրանց եւ ֆիքսել։ Ես համարում եմ, որ մենք կապիտուլյացիա ենք բանարի։ Ինչու տեղի ունեցավ մնացած բանակցությունները ու այսօրվա Ադրբեջանի ռևանշը։ Հասկանալի է Նիկոլ Փաշինյանի պարագայում ինչու եղավ, բայց դա սկիզբ առավ այն օրվանից, որ դուք մտաք այդ վրանների մեջ ու բանակցեցիք ոչ թե նրա համար, որ ֆիքսվեր արդեն գարանտիաներով, որ արդեն Արցախը կա, այս տարածքը մենք հետ ենք տալիս, բայց Արցախը ֆիքսվում է անկախ պետություն։ Եթե դուք համարում եք, որ հնարավոր է ռազմական օպերացիաներով ու պատերազմով ստիպել Ադրբեջանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ես ձեզ ասում եմ, դա հնարավոր չէր։ Իրանք ստիպեցին։ Որևէ ինչ ստիպեցին։ Ստիպեցին Նիկոլ Փաշինյանը վախ ընդունեց, որ դա մերը չի։ Չէ, իրանք գոռում է։ Իրանք սկզբից ջարդեցին մեր բանակը։ Թե մենք ջարդեցինք մեր բանակը։ Հա? Թե մենք ջարդեցինք մեր բանակի ո։ Հիմա եթե դու նկատի ունեք, որ Նիկոլ Փաշինյանն է ջարդել, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այդ մարդիկ, որ բարձացել են այդ լեռները ու մեր խրամատներում ասեն, հեսա ծախված պատերազմը հետի չեք։ Ու դա միանշանակ մենակ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չեն եղել։ Ես կներեք համարում եմ, որ գլխավոր պատճառը կարող է այդ պատճառն էլ կան, ասենք գեներալիտետը հաբրգել էր, չգիտեմ, զբաղված էր տնտեսական իր շահերի սպասարկմամբ, էս էր անում, այն էր անում, բան, Երևանը կոռումպացված էր, այդ ամեն չի կարելի ասել։ Բայց գլխավոր պատճառը դա միշտ կա, եղել է եւ կլինի պարտության կառավարիչը, գլխավոր գերագույն հրամանատարը, նա ով կազմակերպում է բանակի ու պետության գործունեությունը պատերազմի ժամանակ։ Որպես նման ղեկավար Նիկոլը 0 էր։
0 նա ոչ մի բան չի հասկանում ոչ ռազմարվեստից չի Նիկոլ հասկանում Փաշինյանին կանրադառնանք, պարոն Զուրաբյան, դուք ասում եք մենք պարտվեցին, մեզ ջախջախեցին։ Հիմա մի հատ հարց էլի, դուք հիշում եք քրոնոլոգիան 44 օրվա պատերազմի ինչքան էին գրավել զենքով, այսինքն ինչքան էինք մերոնք հետ նահանջել ու ինչ հատվածի մասին է խոսքը գնում։ Իմ կարծիքով մենք չէինք այդքան ջախջախվել, ինչքան մեզ էլ են ասում բարի հոգեբանական խփում էին մեջքից։ Լսեք, երբ որ դուք մտնում եք մի պատերազմի մեջ, որը ի սկզբանե անհավասար պատերազմ է, իսկ այդ պատերազմը անհավասար պատերազմ էր։ Ձեր մեր 90-ականներին հավասար էր։ Մի հավասար չէր, Ավելի բայց շանս կար, հա, ավելի չէ։ Չէ, տեսեք, դուք կարողացաք համախմբեք ամերը գրեթե ամբողջ ազգի մի մտքի համար ու մենք հելանք պայքարեցինք, բայց այդտեղ չկարողացանք։ Այն ժամանակ Ադրբեջանը մեզնից, ասենք, առավելություն ուներ, ասենք, իր ժողովրդագրական բնակչությամբ 2 անգամ, ասենք, առավելություն ուներ տնտեսական հնարավորություններով մոտ մի 2-2.5 անգամ եւ առավելություն ուներ նաեւ զինամթերքի առումով։ Հատկապես այդ առավելությունը ահա որ դարավ, երբ որ իրանք գրավեցին երկու ստրատեգիական զինանոցները։ Այդ ժամանակ մենք ունեցել ենք 92 թվականի հոկտեմբերի նոյեմբերին ժամանակաշրջան, երբ որ Ադրբեջանը 50 անգամ ավելի շատ զինամթերք ուներ, քան հայկական կողմը։ Ունեցել ենք մենք այդպես բաներ։ Բայց տվյալ դեպքում խոսքը ուրիշ բանի մասին է։ Բանն այն է, որ 13 թվականից սկսած Ադրբեջանը, ինչ ասեմ, տասնամյակ, հա, տենց ներշարունակ զարգացրել է իր զինված ուժերը։ Այդ դիսբալանսը ահավոր էր։ Իրանք նախ իրանց կոնցեպտը արդեն լրիվ ուրիշ էր պատերազմի ու շատ ավելի զարգացած։ Իրանք ունեին այդ դրոնային համակարգը, հետախուզությունը, ճշգրիտ խփող այդ բանը հրետանին, բազմաթիվ այլ բաներ։ Իդեպ այդտեղ իրենց շատ օգնել է Իսրայելը այդ հարցերում, ինչ որ իմաստով անգամ ճարտարապետն է եղել այդ բանի, այդ ռազմական Ադրբեջանի ռազմական հաղթանակի, բայց ուզում եմ ասեմ, սա արդեն եղել է լրիվ ուրիշ մակարդակի գերակայություն։ Իրանք իսկապես մի քանի գլուխ ավելի բարձր հնարավորություններ ունեին, ել չասած, որ ասում եմ ունեցել են եւ Իսրայելի եւ Թուրքիայի մեծ աջակցությունը, թուրքական սպեցնազով, բանով եւ այլն, այսինքն այդտեղ շանսեր չկային։ Մենք չունենք պատասխանը։ Միգուցե գլխավոր խնդիրը նրանում ա եղել, որ 90-ականներին մեզ աջակցում էր Ռուսաստանի Դաշնությունը, իսկ այս անգամ աջակցում էր ոչ մեզ։ Այդպես խորը չգնամ ավելի։ Այդ բանը միֆ է։ Ռուսաստանը եւ մեզ աջակցել իհարկե եւ աջակցել է Ադրբեջանին։ Ընդ որում 90-ական թվականներ։ Ես անգամ կարող եմ ասել ժամանակաշրջաններով։ Երբ մեզ այնքան հետաքրքիր է։ Շատ պարզ է։ Ուրեմն միջև իշխանությունը պատկանում էր Գորբաչովին, աջակցությունը գնում էր Ադրբեջանի կողմը։ Կալցո օպերացիա մենակ կալցոն չէր, 24 այդ գյուղի, հետո ասենք անգամ մենք նոյեմբերյանում տենց բախվեցինք, եթե հիշում եք, այդ քանի մեր ոստիկան, իբր ոստիկանների, հա, այդ մեր տեղեկներին գրող, հա, տարան եւ սպանեցին եւ բանտեր տան սովետական զորքերի օգնությամբ էր այդ ամենը արվում։ Այսինքն միջև իշխանությունը անցավ Ելցինին Մոսկվայում, մենք ճնշման տակ էին գտնվում սովետական զորքերի կողմից։ Այսինքն սովետական զորքերը օգնում էին այդ ժամանակ արևմուտքը ոչ մի բան չէր։ Մենք կանենք ասենք մենք մենակ ենք եղել այդ ժամանակ, լրիվ մենակ։ Մենք եղել ենք մենակ։ Սկզբից Ղարաբաղյան պայքարի ժամանակ։ Ինչ արևմուտքը չէր կարա, սովետական միությունը արևմուտքը իրան երբեք ռիսկեր չէր։ Ես դա ուղղակի ֆիքսում եմ, միշտ ես դրա մասին խոսում եմ, որ մենակ ենք եղել։ Այդ ժամանակաշրջանում արևմուտքը ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի ունեցել բացարձակապես։ Այսինքն մենակ բանի տեղեկատվական մակարդակով, թե չէ ուրիշ ոչ մի բան չէր կարող անել, դա սովետական միության ներսն էր։ Եվ սովետական միությունը օգնում էր Ադրբեջանին։ Դա փոխվեց ու ես կարծում եմ դա Տեր-Պետրոսյանի լավագույն քայլերից մեկն էր, որտեղ ինքը գնաց նրան, որ Ելցինի այդ դեմոկրատական Ռուսաստանի հետ գնաց դաշինքի։ Իդեմս
Գորբաչովի իսկ բանը ադրբեջանցիք ստավկան ոնց որ դրեցին բանի վրա չէ այս ժամանակ Թուրքիան էլ չկա չէ դրեցին հենց կոմունիստերի վրա այսինքն կոմունիստական ղեկավարության այդ բանում այսինքն ինչ էր ստացվում սովետը sense կոպիտ եմ ասում սովետը ադրբեջանի կողմն էր ռուսաստանը մեր կողմն էր բայց այդ ռուսաստանը բանել չուներ առանձնապես իր ձեռքում բոլոր ուժային կառույցները սովետական միության այդ կոմունիստական կրեմլի ձեռքում էին բայց երբ որ իշխանության եկավ Ելցինը այդ ամեն ինչը փոխվեց մեր բախտը բերեց որ դենց եղավ էլի հա այդ ամեն ինչը փոխվեց այդ ժամանակ հիշում եք 366 պոլկնել տենց կարելի ասել ինչ որ իմաստով օգնեց լավ sense ասեմ մեղմ ասած օգնեց եւ այո այդ ժամանակ մենք սկսեցինք հաջողությունների հասնել այդ ճիշտ է այդ ժամանակ Ռուսաստանը օգնում էր մեզ դա այնքան տևեց մինչեւ բանի գրավումը այդ որ մենք արդեն հեսա ասեմ ավելի ճշգրիտ ասեմ հա Միջև Շուշիի գրավումը ներառյալ 92 հա դրանից հետո այդ իրադարձությունները բերեցին նրան որ բանը Ադրբեջանում փոխվեց իշխանություն եւ Էլչիբե եկավ իշխանության եւ այդ ժամանակ օրինակ եմ այդ մի ժամանակաշրջանը երբ որ Ռուսաստանը փնտրում էր բարեկամություն այդ Ադրբեջանում նոր եկած իշխանության հետ եւ բավականին աջակցություն տրվեց անգամ Էլչիբեի ժամանակ եւ Էլչիբեը կարողացավ եթե լավ եք հիշում գրավել եւ Շահումյանը եւ Մարտակերտը իհարկե հիշում եմ Շահումյանն ու Մարտակերտը շատ ցավալի էր բայց այդ ժամանակ ասում եմ ինքը փաստորեն այդ ժամանակ դուք հենց հիմա փաստում եք այն ինչ որ ես ասում եմ պարոն Զուրաբյան որ Ռուսաստանը որ կողմի վրա թեքվել է հաջողություն է բացի վերջին պերիոդից Այդ դրան էլ կարող ասենք։ Ասեք, էլ ասեք, որովհետեւ ամբողջական լինի։ Բացի վերջին ժամանակաշրջանը, այդտեղ պատերազմը կանգնեց։ Այս բոլորը պետք է հասկանան։ Պատերազմը ինչի կանգնեց։ Որովհետեւ հոգնեց արդեն ռուսը մեկի բայ։ Դե Ռուսաստանը փորձում էր ոնց որ sense ասեմ, ռեգուլյատորի դեր կատարել։ Այսինքն պետք է բոլորը հասկանային, որ հաղթում է նա, ով Ռուսաստանի հետ է։ Բայց Ինչ եղավ բանից հետո, երբ որ Ալիևը եկավ իշխանության։ Ալիևը երբ որ եկավ իշխանության, նա փաստորեն Ադրբեջանը հետ բերեց ԱՊՀ։ Այդ ժամանակ հասկացավ Ալիևը, որ պետք չի հեռանալ Ռուսաստանից։ Հասկացավ, որ Ռուսաստանից պետք չի գնալ հակամարտության։ Այդ ժամանակ, երբ որ բերեց ԱՊՀ, այդ ժամանակ Ռուսաստանը սկսեց պահանջել մեզանից պարգևատրություն Ադրբեջանի համար։ Որ ինչ որ բան պիտի տանք։ Որ այս մարդը բերել է։ Այդ որ թվերի մասին Դա 93 թիվն է։ Հələ դուք եք իշխանության։ Հա, իհարկե։ Այսինքն մենք արդեն կներեք, բանը այդ Էլչիբե, հետո էլ այդ խառը վիճակներում այդ Սուրատ Հուսեյնով, Ալիև բան արդեն ջախջախված էր Ադրբեջանը, մենք այդ ժամանակ չէ կարողացանք Իսկ ռուսը պահեց այդ կապիտուլյացիան։ Պարոն Զուրաբյան, արեք կոնկրետ ասենք, Ռուսաստանը պահեց, որպեսզի Ադրբեջանը վերջնական չպարտվի։ Այ որ ինձ լսեք, միջև վերջ կտեսնեք, որ այդ ձեր ասածը պարզունակ կոնցեպցիա է իրական։ Բնականաբար Ռուսաստանը խառնվում էր իր շահերից ելնելով, մենք մեր շահերն ենք հետապնդում, Ադրբեջանը իր շահերն է հետապնդում։ Բայց այդտեղ ինչ եղավ։ Երբ որ ուրեմն մենք արդեն գրավել էինք Ղարաբաղից դուրս այդ անվտանգության գոտին sense ասենք Քելբաջարն, Աղդամն, Ֆիզուլին, Ջեբրայելն, Զանգելան այդ ժամանակ ուրեմն տենց մի հատ ճնշում կար որ դե հիմա ինքը բերել է մի բան պարգևատրենք բայց մեր մոտեցումը հետեւյալն էր մենք ասում ենք մենք ոչ մեկին պարգևատրելու պարտավորություն չունենք մեզ պետքա խաղաղություն ասենք մեզ պետքա համապարփակ խաղաղություն եկեք այդ խաղաղությունը հաստատենք, մենք այդ 5 շրջանն էլ կտանք, բայց խաղաղությամբ։ Այսինքն ֆիքսենք առաջինը այն ինչ որ մեզ է պետք, այսինքն չէ, բա իդեալն է, չէ՞, մենք ես ճիշտ ճանապարհ եմ գտնում դա։ Իրականում դա նես չէ, որ մենք բան ենք էքսպանսիոնիզմով ենք զբաղվում, ուզում ենք գրավենք ինչքան հնարավոր է շատ տերիտորիա, դա սխալ ճանապարհ էր ու սխալ տեղ տալով։ Մենք ընդհանրապես ասում ենք, սա միջազգային հանրության ասում ենք, ախպեր, մենք ուզում ենք Ղարաբաղը լինի անվտանգ։
լինի անվտանգ, լինի ապահով ու երաշխավորված Ադրբեջանի հարձակումներից։ Ուրիշ բան մեզ պետք չի։ Եթե գրավում ենք այդ անվտանգության գոտին, դա դրա համար է։ Եթե դուք ապահովում եք այդ անվտանգությունը, մենք կարող վերադարձնենք այդ անվտանգության գոտին։ Դա նորմալ դիրքորոշում էր, ընդունվում էր դա։ Բայց հիմա եկանք մի պահի, երբ որ մեզնից ասում են դե լավ, մի շրջան հետ տվեք, մենք այդպես խաղերի մեջ չենք կարող մտնենք, այսինքն մի շրջան տանք, որ ինչ, որ Ադրբեջանը իրան լավ զգա կամ ամրապնդվի Ալիևի իշխանությունը, դա մեզ չէր հետաքրքրում, մեզ հետաքրքրում էր համապարփակ խաղաղություն։ Ու այստեղ սկսվեց մեծ օգնությունը Ադրբեջանին, մեծ արդեն անհավասար եւ 1993 թվականի դեկտեմբերի 18-ին սկսեց լայնամասշտաբ հարձակումը Ադրբեջանի 4 ուղղությամբ Քելբաջարի, Մարտակերտի, Աղդամի եւ բանի այդ կայարանը ոնց էր կոչվում ադրբեջանական այդ որ իրան գրավեցին այդ ժամանակ լավ անունները թռնում են բան հյուսիս թե հարավ հարավում Կուբատլի չէ Ղուբատլին չէ բանը լավ ինչևից ասեք ուրեմն այդ ժամանակ երբ որ եղավ այդ հարձակումը դա շատ ծանր հարձակում էր իրանք գրավեցին Քելբաջարը այդ ժամանակ իրանք Քելբաջարը գրավեցին հետո մերոնք մի կերպ փետրվարին տենց կարողացան շատ մեծ զոհերով բաներով հետ մղել շատ վատ բաներ պրարիվ կար հարավում եւ այնտեղ գեներալ Մանվելը գնաց կայունացրեց իրավիճակը եւ շատ դժվար վիճակով մենք ոնց որ կարողացանք այդ հարձակումը բանացնել նպատակին չհասավ առաջի դեպքներ երբ որ հակառակ Չզանգեցին Մոսկվայից զանգին չասին եղբայր կանգնեցնենք թե գնանք առաջ չէ այստեղ կանգնեցնելու խնդիր չկար իրականում իհարկե չնայած մենք կարացանք դիմադրել դա արվեց դա մենք արյունակամ ենք եղել դա մեծ գնով ձեռք բերվեց ես գիտեմ ձեզ 100% ասում եմ Վազգենը Սարգսյան Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելով կարակ ճշտեք Սերժ Սարգսյանից գնացել է Տեր-Պետրոսյանին ասել է որ ամեն գնով պետք է զինադադար մեր բանակը արյունակամա մենք չենք դիմանա այլևս մեզ էր պետք է զինադադար այդ զինադադարը նաև մեզ էր պետք այսինքն մեր բախտը բերեց որ նույն արյունակամ վիճակում գտնվում էր Ադրբեջանի բանակը այսինքն բայց տենց է լինում զինադադարը երկու կողմն էլ արդեն չպետք է կարողանան կռվել զինադադարը տենց է լինում ուրիշ ձև երբեք չի լինում եթե մի կողմը կարողանում է կռվել ու տեսնում է որ ինքը կարող է նպատակի հասնել ինքը կշարունակի նպատակին հասնելը այդ սա բլեֆ է որ մենք կարա ենք չգիտեմ ինչ անենք էտել են փորձել Միրբաշիրն ենք փորձել գրավել հետո շատ լավ տեսեք չի եղել չի ստացվել հասկանալի է արդեն իմ համար ամբողջական ինչ եք դուք ուզում ես ձեզ ավելին ասեմ ապրիլին ես ասում եմ գիտեմ դա ապրիլին այդ օպերացիան բանի հարձակողական օպերացիան ձախողվեց այն պատճառով որ մեծ անձրևներ էին եւ մեր տանկերը չէին կարողանում շարժվել այդ է եղել գլխավոր պատճառը Ռուսաստանի Դաշնությունը 94 թվականից ստորագրված պայմանագրի ժամանակ հրադադարի ժամանակ ինքը որպես գարանտ էր հանդես գալիս թե ուղղակի երրորդ կողմ 94 թվականից զինադադար իդեպ այսօր մայիսի 12-ն է այո այսօր զինադադարի օրն է այդ կարող եմ ասել չէ արդեն խնդիրը հետեւյալն էր այո Ռուսաստանը ուզում էր զինադադար դե գիտեք ինչ մեծ գերտերությունները իրականում նենց չի որ իրանք հա ուզում են պատերազմ հակամարտություն իրանք ուզում են խաղաղություն բայց իրանց վերահսկողության տակ որտեղ իրենք են երաշխավորողը Ռուսաստանը հասավ դրան ովքեր են ստորագրել պարոն Զուրաբյան որ կողմերը Սերժ Սարգսյանն է ստորագրել չէ որ կողմերը պետություններով ասենք Հայաստան Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ Սամվել Բաբայանը ստորագրեց բանի կողմից այսինքն Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը փաստել են որ կա երրորդ կողմ դա Հայաստանից անջատ Լեռնային Ղարաբաղն է ու ոչ միայն դա այդ զինադադարի փաստաթուղթը հիմքը դարավ նրա որ 94 թվականի Բուդապեշտում ԵԱԿ-ի այդ 54 երկրների բանը կազմակերպությունը որին ՄԱԿ-ը դելեգացրել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցը փաստաթուղթ ընդունեց որտեղ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը իրավահավասար կողմ
այդ կոնֆլիկտին, բանակցող կողմ, կոնֆլիկտի կողմ, հակամարտության կողմ ճանաչեց։ Դա առաջին անգամ էր։ Այսինքն մենք ունեինք հստակ փաստաթղթերում ֆիքսված Լեռնային Ղարաբաղ։ Անպայման։ Ու ես համարում Չէ, ես հիմա հաջորդ հարցս որպեսզի կարողանամ ձևակերպել։ Այս էր ձևակերպել։ կապիտուլյացիան։ Մենք չենք կարա Բաքուն գրավենք։ Եթե դու ուզում ես Ադրբեջանին պարտադրես ամեն ինչ, այդ թվում Ղարաբաղի անկախության ճանաչում, դու պետք է Բաքուն գրավես։ Ուրիշ ճանապարհ չկար։ Իսկ ես պատասխանատու կերպով ասում եմ, մենք Բաքուն գրավելու ոչ մի կարողություն չունեինք։ Մենք մեզ համար գերագույն նպատակը, քանի որ այդ չունեինք, այն էր, որ Ադրբեջանը ստորագրի զինադադար երկարատև հավասար Լեռնային Ղարաբաղի հետ։ Ու մենք հասանք դրան։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչու հրաժարական գրեց։ Ինչու հեռացավ։ Այս հարցը 1000 անգամ տրվել է։ Ես կփորձեմ մի քիչ ավել բացեք, էլի փակագծերը։ Ունեցել եք, չէ, տեսեք, ունեցել եք արդյոք դուք ներքին ձեր խմբով, ձեր կուսակցությունով ներքին sense այդ ժամանակ ժողովա բան, ինչ եք խոսացել դուք, ինչի գնացիք հենց այդ ճանապարհով, արյունահեղություն, որովհետեւ Հայաստանում չլինի, դա էր պատճառը, թե ձեզ պարտադրում էին նաև արտաքին ուժերը, որ դուք գնայիք իշխանություն։ Դա փորձեմ կարճ պատասխանել, որովհետև երկար շատ եմ պատասխանել։ Այո, գիտեմ։ Կարճ եթե պատասխանեմ, հետևյալն է։ Տեր-Պետրոսյանը ուներ ստրատեգիա։ Ինքը գիտեր շատ լավ հասկանում էր այդ բանը, որ եթե չգնանք կարգավորման, որով պետք է Ղարաբաղից դուրս շրջանները հետ հանձնենք Ադրբեջանին, մնացածը ձևակերպենք արդեն խաղաղության պայմաններում, որպես ընդ որում ճանաչենք Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ դա 97 թվականի փուլայինով ապահովում էր։ Ապացուցեմ, այդ փաստաթղթի տակ պետք է դրվեր 3 կողմի ստորագրությունը։ Եվ ինքը ուներ ստրատեգիան, ինքը հասկանում էր, որ եթե սենց կարգավորենք, մենք փրկված ենք, Ղարաբաղը փրկված է, ըստ էության դե ֆակտո անկախությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից։ Բայց մեր այսպես ասած ստրատեգների համար առավելապես սա քիչ էր։ Ինչու։ Ասում են անկախություն, թող ֆորմալ անկախություն ճանաչեն։ Տեսեք, պարոն Զուրաբյան, Թող բան լինի, ստատուսի վերաբերյալ մի պահ հասկանանք, եթե տեղի էր ունենում այն ինչ որ դուք ուզում էիք անեիք, ստորագրվում էր այդ փաստաթուղթը, մենք չէինք ունենա հոկտեմբերի 27, մենք չէինք ունենա կորցրած Արցախ, մենք չէինք ունենա այդ կան զոհերը, որ մենք տվել ենք, ես ճիշտ եմ հասկանում։ լրիվ։ Այսինքն այն մարդիկ, որոնք չհասկանալու պատճառով, մեղմ ասած, չհասկանալու պատճառով իրենց միակ տղամարդը ճանաչելով եկան ու փոխեցին այդ ամեն ինչը։ Այ այստեղ հարց ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ձեզ։ Ես շատ եմ նմանեցնում այսօրվա Սերժ Սարգսյանի այն բանի, որ դուք չէիք հասկանում ինչ կարող լիներ, ինչ ուժեր էին իր մեջքի հետևում կանած, դրա համար ես հետ գնացի, որովհետեւ ու հիմա տեսեք, բան չենք ասել։ Չէ, ես մոդավորապես եմ ասում, տեսեք Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է տղայեք մի կտվեք։ Սերժ Սարգսյանն ասում է տղայենք ու չտվեցինք։ Այդ դուք հասկացեք ինչու համար։ Մենք որպես հասարակ քաղաքացիներս տարակուսանք ենք ապրում։ Ոնց, եթե դուք հայրենասեր մարդիկ եք, խելացի մարդիկ եք, հասել եք ինչ-որ մի բանի, ու ես ամեն ինչ գիտեմ, դուք եք զակուլիսնի, դուք գիտեք աշխարհը ինչ է կատարվում, ինչ նամակներ եք ստանում, որ երկիրը ոնց է դրա մասին մտածում։ Դուք պետք է ինձ պարտադրեիք այդպես մտածելու համար, պարտադրեիք դա ձեր դրա համար ձեզ մանդատ է տրված։ Ճիշտ եք ասում։ Ինչի՞ չարեցիք։ Դրա համար պետք էր, չէ, Տեր-Պետրոսյանը արեց։ Ինչ արեց։ 97 թվին, չէ, ինքը սկզբից արեց շատ լուրջ փորձ հասարակությանը համոզելու։ 97 թվին ինքը գրեց այդ հոդվածը պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահը եւ ներկայացրեց հանրությանը։ Բայց հանրությանը չընկալեց, հանրությունը չընկալեց։ Միգուցե չհասկացավ ինչ ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չհասկացավ, այ այստեղ կարևոր տեղի է գալիս։ Չհասկացավ պարզ պատճառով, որովհետեւ Տեր-Պետրոսյանը չէր կարող հրապարակել կարգավորման գաղտնի պահվող պլանը։ Իդեպ մենք այդ խնդրանքով դիմել ենք բանին, համանախագահներին, որ թույլ տվեք հրապարակել։ Գոնե փաթեթային տարբերակը, որ մեկը այդ մերժվածը, գոնե այդ փաթեթային տարբերակը հրապարակենք, այդտեղ ժողովուրդը կհասկանա մենք ինչ ենք անում։ Բայց երբ որ իրանք մերժեցին, Տեր-Պետրոսյանը բնաց առանց իր ամենակարևոր զենքի, երբ որ ինքը ժողովրդի հետ ուղիղ փաստերը ներկայացնելով խոսում էր։ Ինքը չէր կարող էլ համոզել։ Չկար այդ պլանը չէր կարող բացահայտել։ Իսկ նրանք ասում են դու Ղարաբաղը ծախում ես։
ապացուցելու ձև չկար, ապացուցելու ձևը, որ Ղարաբաղը չի ծախվում, դա փաստաթղթի հրապարակումն էր, որը մեզ արգելեցին։ Երկրորդ ձևը թողնեմ դուք տեսեք ինչ կգա ձեր գլխին։ Չէ, բայց եթե կներեք Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, այդ հələ ոչինչ, օպոզիցիան Հայաստանի, այդ էլ հələ ոչինչ, բայց սրան էլ գումարվում է արդեն Տեր-Պետրոսյանի կառավարության ներսում բաներ, այսինքն ուժային բլոկը։ Սա արդեն կներեք պայթյունավտանգ բան է։ Ասենք կարելի էր արհամարել օպոզիցիայի բողոքը։ Լեռնային Ղարաբաղին կարելի էր բերել ինչ որ մի համաձայնության, եթե ուժային մեր ներսի ուժային բլոկը, մեր կառավարության ուժային բլոկը պահպաներ հավատարմությունը նախագահի կուրսին։ Բայց երբ որ այդ 3 ֆակտորները իրար հետ միավորվում են, կներեք արդեն բան է, արդեն ոչ բան չես կարող։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանը ինքը ձեզանից շատ ոչ մեկ չի ճանաչում։ Մի բան ճշտեմ։ Եվ աշխարհը, եւ Ադրբեջանը, եւ Հայաստանի կառավարությունը համաձայն էր պլանի իրականացմանը։ Այսինքն պլանը ցանկացած մնացա բացարձակապես մեր ներքին ապստամբության, ներքին ընդդիմության պատճառ։ Զուրաբյան, իմ կարծիքով այդ ներքին ուժերն էլ ունեին ներքին հրահանգներ, ներքին արտաքին ուժերից, որոնք չէին ուզում, որ այդ ստորագրվեր։ Ես ավելի բաց խոսեմ, ես չունենային, ուժերը, որոնք չեմ ուզում երկրների անուններ տամ, որոնք չէին ուզենա, որպեսզի այստեղ լիներ խաղաղություն այդ ժամանակ ընթացքում, որպեսզի պային երկու երկրներ իրենց օրբիտայի մեջ ու անընդհատ sense խաղացնեն, այդ ուժերը, որոնք եկան, հենց այդտեղից էլ ստացել էին։ Դե շատ լավ, թող այդ հրանգը չկատարեին։ Դե պետք է մի քիչ շատ եթե հայրենասեր ես, պետք է մի քիչ շատ երկիրը սիրես ու սառը դատողությամբ առաջնորդվես։ Պարոն Զուրաբյան, ձեզանից շատ ոչ մեկ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանն։ Ես ձեր անձին չեմ ասում, ձեր ուժին եմ ընդհանրապես ասում։ Ինքը ձեր կողքը չէ, իրոք ինքը ձեր կողքը աճել է, մեծացել է, ու այդ բնավորության գծերը որ դու ինքը սկզբից եղել է մեր հակառակորդը։ Գիտեք դրա մասին։ Չէ, չգիտեմ, հələ բացեք, ասեք, ինչ հակառակորդ է եղել։ 94-5 թվականներին ինքը աշխատում էր մոլորակ էր, օրագիր էր, ինչ է թերթում լրագիր եւ այլն։ Եվ ինքը ամենավերջին բաները գրում էր իշխանության մասին, Տեր-Պետրոսյանի մասին։ Մի անգամ ես էլ եմ իր հետ խոսակցություն ունեցել, որ էլի այդ բանի թեզի մեջ էր մտել, որ ԿԳԲ-ի գործակալը Տեր-Պետրոսյանը բան են, դե մի հատ այտենց ժամանակ դաշնակցական մի հատ այտենց բան կար։ Բոլորին են պիդագավորել այդ ժամանակ։ Հա, ես էլ իրան կանչեցի, բացատրեցի, ասեցի բան եւ այլ, ճիշտ է, այդ ժամանակ իրան նորմալ պայեց, ասեց, հա, կներեք, ես չէի հասկացել, հիմա ամեն ինչ նորմալ է բան, այդ գիծը էլ չտարավ։ Բայց մեծ հաշվով ինքը մեզ հակառակորդ էր։ 96 թվին էլ գնացել է Վազգեն Մանուկյանի հետ գրավելու այդ ազգային ժողովը եւ այլն, մասնակցել է այդ բաներին եւ այլն։ Ինքը եղել է ընդդիմություն մեզ։ Ճիշտ է, այդ իր ժամանակ այդպես առանձնապես երևելի ֆիգուր չէր, բայց բեմերում ձեր կողքը ինքը կանած ու ինքը մեր կողքը կանգնել է 2007 թվականից սկսած։ Լավ, 2007 թվականից հետո։ Հա, չէ, կարելի ասել impeachment-ի այդ պահերից, երբ որ բանի այդ այլընտրանքի, բայց այդ ոչ թե մեր կողքներ կարակ համարեք մոտ թիմեր, այսինքն Արարքցյանի, չգիտեմ, այդ այլընտրանքի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ինքը գլխավոր դերակատարներից մեկն է եղել, որը եղել է ձեր։ Այդ ուրիշ, ասում եմ 2007 թվականին։ Բայց դուք կարայիք մի հատ վստահեք մի մարդուն, որին դուք ընդհանրապես չեք վստահում նմանատիպ քաղաքական շարժերի ժամանակ։ Լսեք, 2007 թվի բանը այդ հայտը, որ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, դրան աջակցեցին 24 կուսակցություն։ Դեմիրճյան Ստեփան ՀԺԿ-ով, Արամ Սարգսյանը Հանրապետություն կուսակցությունով, չգիտեմ, հազար մի կուսակցություն կար, ժողովրդական ուղի կուսակցություն կար սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, 24 կուսակցություն։ Այդ թվում այլընտրանքը, որի ղեկավարն էր Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն դա մի հատ բան էր, մեծ համախմբում էր։ Այդ համախմբման մեջ, ասենք, ոչ չենք ասի, այ դու մարքսիստական կուսակցության բանն ես, ղեկավարն ես, մենք քո հետ գործ չունենք, դու սարի։ Դες չկար, ամեն մեկը մտավ, ամեն մեկը սկսեց իր գործ անել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գործը դա բանն էր։ Դիսկ ժոկեյություն։ Ես մոռանում եմ միշտ ում հետ եմ այսօր այս զրույցում, դրա համար
այս քաղաքական դաշտում երևի թե կներեք իմ արդայությունն այս բլոգեր տղայի մի քիչ ուրիշ ձև ասեմ, էլի։ Քաղաքական դաշտի դինոզավրների հետ գործ ունեն, այսինքն հին ասենց որ ամեն ինչի որ բացի, ամեն ինչ sense բայց ես բանա երիտասարդ սիրտ ունեմ։ Ես չեմ հասկանում դինոզավրի Չէ, էսի նկատի ունեմ փոխաբերական իմաստով քաղաքական դաշտում արդեն գործող երկար տարի ես հիշում եմ սկզբից։ Լսեք, ինձ ոչ ոք չի կարա բանալի շշկռի։ Հա դրա համար եմ ասում, միշտ որովհետև ես 88 թվականից այս քաղաքական process-ների ամեն ինչը գիտեմ։ Ուրիշ ձև կասեմ հարցս ուրեմն դենցա։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Всё, հարցս բրծավ, ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ նարցիսիզմով տառապող մարդ է, որը պատրաստ է հանուն իր այդ պաթոլոգիկ հիվանդության զոհաբերել ամեն ինչ։ Եթե դրա համար պետք է խաղալիք դառնալ օտար երկրների գաղտնի ծառայությունների համար, ինքը կգնա դրա։ Եթե դրա համար պետք է ամբողջ ժողովրդին ուղարկել պատերազմի, որում ինքը նախապես գիտի, որ ոչ մի շանս չկա, ինքը դա կանի։ Եթե դրա համար պետք է 70 անգամ փոխել համոզմունքը, ինքը դա կանի։ Ինչ որ մի ժամանակաշրջանում կլինի ոչ մի թիզական, դաշնակներից էլ են կողմ, չգիտեմ, ամենածայրահեղ ազգայնական, ինչ որ ժամանակաշրջանում մեկ էլ կդառնա ադրբեջանոֆիլ։ Իրա համար ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի գաղափար, ոչ մի բան նշանակություն չունի։ Ինչ որ իրան պետք է այսօր իր իշխանության ամրապնդման համար եւ բանը ուշադրության, հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար ինքը դա կանի։ Ու ինքը չունի ոչ մի ներքին արգելք։ Ինքը չի ամաչում։ Ինքը կարող է անի բաներ, որոնցից ցանկացած նորմալ մարդ զզվում է, համարելով որ սա բան է, էլի, ասենք, ոչ այստեղ ոչ արժանապատվություն կա, ոչ, ասենք, ինչ որ էսթետիկ ինչ որ բան կա, բայց ինքը դա պատրաստ է դա անել։ Ինքը չեք տեսնում, ասենք, որ գնում է մարդկանց կոպիտ ասած կապրճկվում է մետրոներում։ Այսինքն դուք ուզում եք ասեք Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է շատ մեծ հաջողությամբ դառնա նորից հայրենասեր, նորից Արարատը սիրի, նորից Ալիևին հայոյի հանգներ։ Իհարկե։ Իր համար սկզբում չկա։ Ինքը ասեմ է, սա էս իր տաղանդը որպես մանիպուլատոր, նրա մեջ է, որ ինքը ոչ մի արգելք չունի։ Ասենք մարդիկ կան, որ ինչ որտեղ կանգնում են, ասում են, սա արդեն անպարկեշտ է, սա արդեն լավ, չունի կարմիր գծեր։ Ինքը չունի։ Ինքը չունի, չկա տենց սրբություն էլ չասեմ, որևէ արժեք, որի վրայով ինքը չանցնի։ Շատ լավ, հարգելի պարոն Զորաբյան, տեսեք, դուք նախանշեցիք ով է Նիկոլ Փաշինյանը, նրա մեջ օգտագործելով հիվանդության ասենց անվանումներ, պաթոլոգիա ասած, այո, տեսեք, ձեր ասած բոլորը հետ համաձայն են, բայց ինքը արել է մեր ազգի դեմ շատ այնց քայլեր, որ երևի թե մեր պատմության մեջ ոչ մեկ այդքան իրան ռիսկ չի արել անի։ Վեշչինը, որ ինքը արեց եկեղեցու դեմ, ես ասի, всё, հիմի ժողովուրդը կանի, ժողովուրդը չի կանգնում։ Մեծ մասամբ մեջը քննադատում է, բայց չի հելում կանգնել։ Նախ առաջինը ուզում եմ իմանամ ինչու դա դենց է։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրան պաշտպանում են, ես լավ, ձեր բանով ասեմ, բժշկական տերմինով ասեմ, համարենք, որ ինքը մի հատ տեսակով վիրուսով է տառապում, որ կողքի կանողը վարակվում է։ Հիմա մեծ բանակ կա, որ վարակվել է այդ վիրուսով, նիկոլական վիրուսով, դուք գալիս եք որպես բժիշկ, դեղամիջոց ասեք, ինչ պետք է անենք։ Նախ պետք է իսկապես բացահայտենք իր գլխավոր սուտը։ Այսինքն սուտ չի, սա ստերի մի հատ համակարգ է։ Այն որ ինքը, ասենք, հիմա ինչի է այս ամեն ինչը ընդունում ժողովրդի մի մասը, որովհետև ինքը ասում է լավ, տգետա, ապաշնորը, չգիտեմ, էժանա, փնթիա, անճաշակա, բանը, չգիտեմ, գնում է Էրդողանից գիրքա վերցնում, դնում է սրտի տակ, ժպիտը ամենաերջանիկ դառնում է, Ալիևի բաները, կոշիկներն է լզում, բայց
այս մարդը մեզ կապահովի խաղաղություն։ Թեկուզ տենց, հա զզվում ենք այդ ամեն ինչից, բայց ամենակարևոր բանը հիմա ինքը կանի այդ խաղաղությունը։ Այսինքն Նիկոլը այդ խաղաղության ապրանքի լավագույն վաճառողն է դարել հայ ժողովրդի հասարակության վրա։ Հիմա այս իրականում մեծ սուտ է, որովհետև Ինչու՞։ Օրինակ չկա սահմաններում կրակոց, մենք մավան դեպքեր չունենք, եթե ներսին չի լինում։ Ապացուցեմ ձեզ։ Ինչու դա խաղաղություն։ Մաթեմատիկորեն ապացուցեմ Խնդրեմ։ բանը։ Ուրեմն 18 թվականին եկեք մենակ նայենք այս մի հարցը՝ խաղաղություն, Ղարաբաղ կամ ընդհանրապես խաղաղություն։ 18 թվին ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ 18 թվին ես ուրախadir կարդացել եմ իրանց բանը, դա հետևյալն էր. մենք կամրապնդենք զինադադարը։ Թարգմանում եմ, դա նշանակում է, որ բանա մենք ոչ մի զիջման չենք գնա, մենք կամրապնդենք այս գիծը, այս զինադադարը ու մենք կհասնենք խաղաղության։ Այսինքն այդ խաղաղությունը ձեռք է բերվել նրան, որ մենք ոչ մի թիզական դիրքի վրա կլինենք։ Ինչ եղավ։ Եղավ մի հատ մեծ աղետալի պատերազմ։ Okay 21 թվականին ինքը ընտրություններին մասնակցում է, ասում է լավ, ինչ արել եմ, չեմ արել։ Ինչ սխալ էր, սխալ չէր։ Հիմա վերջապես մտնում ենք խաղաղության դարաշրջան։ Այս ապրանքը խաղաղության ինքը արդեն երրորդ անգամ է մեզ վրա փորձում ծախել։ 21 թվին դա երկրորդ անգամն էր, երբ որ ասում էր արդեն մտել ենք խաղաղության դարաշրջան, արդեն Ղարաբաղը թեկուս էս վիճակում, բայց բանա բռնել է անկախության ճանապարհը, ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ այլն եւ այլն, մենք գնում ենք այս ուղղությամբ։ Բոլոր ճանապարհները բացվելու են, ամեն ինչ լավ է լինելու։ Հետո գալիս է 23 թիվը, մենք կորցնում ենք նաեւ Ղարաբաղը, որի մասին ինքը խոստացել էր, որ հեսա լինելու է, չգիտեմ, դեօկուպացիա էր ասում, անջատում հանուն, Շուշի, բանի, փրկության եւ այլն։ Ուրեմն դեօկուպացիա, բան եւ այլն։ Հիմա 21 թվի ապրանքն էլ ծախեց, հետո պարզվեց, որ կեղծ էր։ Հիմա ինքը երրորդ անգամ խաղաղությունը փորձում է ծախել։ բայց գնորդ ունի քիչ ծախի, այ ձեզ ցավը տանեմ։ Ինչի՞ չեք հասկանում, որ չեք այդ ախր մի ապրանք, որը չունի գնորդ, երբևիցե դու քո պրիլավկին չես կախել։ Արսեն ջան, մեր գործը հասկացել է, որ ծախվում է։ Արսեն ջան, մեր գործը հիմա ո՞րն է։ Մենք որ մեր գործը այնա, որ մենք այնուամենայնիվ այդ գնորդներին, այդ հաճախորդներին, որոնք պատրաստ են նույն կեղծ ապրանքը հա գնել, բացատրենք, որ դա կեղծ ապրանք է։ Չի անցնելու։ Թույլ տվեք հիմա ասեմ, ազգային ժողովից դուք եք ներկա եք այդ ժամանակ, ես որ ելույթ ունեցա, խնդրեցի բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին իրենց դեմքով չմասնակցել։ Դուք ընդունեցիք թե իմ խոսքով, թե ձեր ներքինով, շնորհակալություն եմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինքը ձեր ուժը ձեզ առաջադրեց։ Նույն արեց Սերժ Սարգսյանը, ասեց, եթե իմ դեմքով ես պիտի խանգարեմ, ես հետ եմ քաշում, չեմ մասնակցում։ Բայց մարդ կար, ուժ կար, որ ասեց, ոչ, ես եմ միակ փրկիչը, ինքը երբեք այդ սպիտակ ձիու վրայից չի իջնում։ Ժողովրդի մի մեծ մասա կա, որ իրան չի սիրում, ու շատ մեծ մասա է դա։ Այ դուք հասկացեք իմ խնդրանքս բոլոր ամբողջ ժողովրդի կողմից է։ Այն մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, շատ մեծ բանակ է դա։ Խնդրում էին, ասում են, եղբայր նոր դեմքերով, դուք այդ բանի մեջ նոր դեմք եք։ Չնայած դուք կաք վաղուց, բայց մարդիկ ձեր դեմքը որպես առաջին դեմքի չեն տեսել երբևիցե։ Հասկացեք, դա ընդունվում է նորին։ Օրինակ, միշտ ասել եմ, Աննա Գրիգորյանը թող գար, ինքը թողներ թիկունքում։ Ոչ, Հայաստան դաշինքը ինքը ունի մի ձիավոր ու այդ ձիավորը միշտ խփելու է մեր ռեյտինգին։ Կներեք հիմա ասած։ Կներեք, կանչեք Ռոբերտ Քոչարյանին կամ Աննային։ Ասել եմ։ Գրիգորյան, կանչեք այս բլոգին ու այդ հարցադրումները իրաց արեք։ Ես ձեզ հեղումը կուղարկեմ, նայեք։ Հա, ուզում եմ ասեմ, այդ մեզ չվերաբերող թեմա է։ Դուք ասում եք խոսենք, ձեզ մի հատ հարց են տալու։ Քոչարյանը գա։ Այդ հարցը անպայման տալու են ձեզ։ Եթե կասեք ոչ, կներեք, մենք առաջարկում ենք, որ մենք գանք։ Այո, հիմա դուք ինչ եք առաջարկում։ Այնց որ բոլոր այն ուժերը չեն առաջարկում։ Ասեմ ձեզ։ Տեսեք, 2017 թվականին մենք արդեն խոսեցինք դրա մասին, մենք միակ ուժն էինք, որ առաջարկում ենք ճիշտ ռազմավարություն։ Այսինքն մնացած ուժերը ռազմավարական մոտեցում չունեին Հայաստանի խնդիրների շուրջ։ Հիմա ես անում եմ ամենապատասխանատու հայտարարություն, ես ասում եմ Հայաստանի բոլոր խնդիրները, աղետները
գալիս են նրանից, որ մեր հայ ժողովուրդը, մեր հասարակությունը չի պահանջում իր լիդերներից կամ քաղաքական գործիչներից ռազմավարական լուծումներ։ Ու ես դες միանգամից ասում եմ, նա ով չունի ռազմավարություն, եթե չենք որդեգրում ռազմավարական մոտեցում Հայաստանի նկատմամբ, մենք դատապարտված ենք քանդվելու, ջարդվելու, կորցնելու եւ շարունակելու այս աղետալի ճանապարհը։ Մենք առաջարկում ենք ռազմավարական մոտեցումներ։ Ինչ դրանք նկատի ունենք։ Ասում ենք, ախպեր ջան, եկեք մի հատ այդ բանը ինվենտարը կազմենք, էլի այդ բանը ցուցակը մեր գլխավոր մարտահրավերների, որ ասենք ռազմավարական առումով սպառնում են Հայաստանին կամ ինչ-որ խնդիր են, որ պետք է լուծենք։ Որն է։ Եկեք հատ նայենք։ Առաջինը խաղաղությունն է, չէ՞։ Իհարկե։ Անվտանգություն, խաղաղություն։ Ինչի հաշվին է կարևորը։ Հիմա հարց, որն է լուծումը։ Եթե մենք պետք է ասենք, մենք հեսա գալիս ենք, վերադարձնենք Արցախը, էս անենք, այն անենք, բան, դա կներեք հեքիաթ է։ Որովհետև Բա դուք ինչ եք առաջարկում Արցախին։ Եթե այն հակառակ տեսակետը, այդ Նիկոլի տեսակետը, եկեք գնանք ամեն ինչ զիջենք, մեր ինքնությունն էլ թող բանա հայ առաքելական եկեղեցին էլ ջարդենք, մեր ինքնությունն էլ տանք իրանց, թող իրանք որոշեն ինչ կարելի է ասել, արդեն Հայաստանում ինչ չի կարելի։ Այդ մտորոտն է այսօր Հայաստանում։ Ու ամեն ինչ զիջենք ու կլինի խաղաղություն։ Դա էլ է սուտ, որտեվ ոչ այն ուղղության մեջ, ոչ այս ուղղության մեջ ռազմավարություն չկա։ Մենք ասում ենք հետևյալը։ Եղբայր, օքեյ, այդ բանը, այդ մի քիչ էքստրեմիստական այդ հայրենասիրությունը դա ճանապարհ չի, դա ճանապարհը դեպի պատերազմ։ Բայց սա էլ ճանապարհ չի, սա էլ է ճանապարհ դեպի պատերազմ։ Ինչի՞։ Որովհետև եթե դու սարքում ես, ասենք, այս ինչ որ Նիկոլը փորձում է սարքել, տրիպը, բան, ասենք, ասենց իդեալական ամեն ինչ լնում է։ Իրանը դրա դեմ ոչ բան չի անում, այս տրիպը ասենց իրականացվում է, Զանգեզուրի միջանցքը ստեղծվում է, ու մենք ունենում ենք ասենց մի հատ վիճակ, որ Ադրբեջանը մեր տարածքով ունի անխոչնդոտ բան։ Մենք սիմետրիկ չունենք այդ անխոչնդոտը։ Եվ ինչ է ստացվում, որ Հայաստանը ամբողջությամբ իր ստրատեգիական կոմունիկացիաներով կախված է լինելու Ադրբեջանից, ճիշտ է։ Այո։ Դա խաղաղություն է, դա իրականում մի հատ ռեժիմ է, որտեղ Ադրբեջանը մեզ ամեն ինչ կարա պարտադրի։ Ամեն ինչ։ Ոչ թե կարա, ինքը պարտադրում է։ Հա, պարտադրում է, բայց ասում եմ, եթե այս ռեժիմն էլ ստեղծվի, արդեն ամեն ինչ կարա պարտադրի։ Մեր ամբողջական կախվածության մեջ ենք հայտնվում Ադրբեջանից։ Դրա համար մենք ասում ենք, եղբայր, այս ճանապարհ չի։ Այտենց իրանք մեզ վրա ամեն ինչ բան են դնելու են, հետո պատերազմով էլ կամ առանց պատերազմի խժռելու են։ Մենք ասում ենք, սա խաղաղության եւ հայոց պետականության գոյատևման, հարատև գոյատևման ճանապարհ չի։ Մենք պետք է հետեւյալը անենք։ Մենք առաջարկում ենք, որ պետք է անպայման կառուցվի նաեւ հյուսիս-հարավ կոմունիկացիան, այսինքն երկաթուղին Իրանի հետ։ Եթե մենք կարողանում ենք այդ հանգույցը կառուցել Զանգեզուրի հանգույցը, ոչ թե միջանցք, այլ հանգույց, այսինքն հարավ-հյուսիսն էլ պետք է աշխատի երկաթուղային, արևմուտք-արևելքն էլ։ Խաչմերուկ, երկաթուղային խաչմերուկ։ Այսա ուզում եմ ասեմ, շատ հստակ է մեզ մոտ։ Այդ դեպքում մենք ստանում ենք շատ կարևոր ստրատեգիական կոմունիկացիա մեկ երկրի միջոցով, Իրանի միջոցով դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները, կապվում ենք գլոբալ հարավի տնտեսության հետ, ու այդ ժամանակ հյուսիսից հետ է կապնվելու, պարոն Զուրաբյան։ Չէ, ես ասացի Հայաստանը դեպի գլոբալ շուկաներ։ Այսինքն դուք ոնց եք տեսնում այդ հյուսիս-հարավ երկաթգիծը, հյուսիսի հետ ոնց եք դուք կապ հաստատել։ Մենք բնականաբար նախ եւ առաջ կապում ենք Սև ծովը Պարսից ծոցի հետ, որովհետև գոնե, ասենք, Փոթիից, Վրաստանով, Հայաստանով, Սյունիքով, Իրանի տարածքով մենք կապվում ենք Հնդկական օվկիանոսի հետ։ Այսինքն գոնե տրանզիտային կապը գործելու է, իսկ ապագայում կարելի է մտածել նաև կամ աբխազական այդ երկաթուղին պիտի բացվի, կամ էլ պիտի Ինգուշետիայի այդ հատվածում կառուցվի մի հատված, որը ռուսական երկաթուղային համակարգը կմիավորի Վրաստանին, այդ դեպքում մենք արդեն լրիվ Ադրբեջանից ու Թուրքիայից անկախ ելքեր կունենանք ոչ միայն դեպի հարավ, այլ դեպի նաև հյուսիս, դեպի Ռուսաստան, ինչին իդեպ շատ շահագրգռված է Հնդկաստանը։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, ինձ ասեք շատ կարևոր է, սա արտաքին քաղաքականության հետ կապված։ Տեսեք, այսօր Նիկոլ Փաշինյանը
Մեզ տանում է արկածախնդրության իմ կարծիքով, տանում է ինչ-որ մեկին կողմ լինելու, այս առճակատման Ռուսաստան եւ ոչ միայն Ռուսաստան, կարամ ասեմ Չինաստան, նաեւ Հյուսային Կորեա, այդ առճակատման մեզ տանում կողմը սարքում։ Կողմը սարքում նրան, ումից մենք կախված ենք տնտեսապես գլոբալ, ամեն ինչով գրեթե։ Ինչ եք դուք առաջարկում, ոնց անեք, որ մենք առաջարկում ենք երկիր կամուրջ կոնցեպտը։ Այդ ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է հետեւյալ. Գիտեք, հայերը միշտ պատմության մեջ հայտնի են եղել իրանց, ասենց ասեմ, համաշխարհային դերով, որ կամուրջ են ծառայել աշխարհում, ասենք, տարբեր ցիվիլիզացիաների, հա, այսինքն որ սիմվոլիկ բերեմ միացած բան, այսօր գնում ես օդանավակայան, դու կարող ես երևի են հազվագյուտ օդանավակայաններից է, որտեղից դու կարող ես թռնել եւ Մոսկվա, եւ Թեհրան, եւ Լոնդոն, եւ Փարիզ, եւ Վարշավա, եւ ցանկացած ուղղությամբ։ Ուրեմն այս ուզում ենք դարձնենք ընդհանուր առմամբ մեր մոդելը համագործակցության ամբողջ աշխարհում։ Մենք պետք է կամուրջ լինենք տարբեր երկրների միջև, մենք պետք է նաև բերենք երկրներին այստեղ ոչ թե որ իրանք ազդեցության համար մրցակցեն, այդ գեոպոլիտիկ այդ հիբրիդային պատերազմը մենք այստեղ թույլ չպետք է տանք։ Իսկ Նիկոլը մեզ տանում է այդ ուղղությամբ, մեզ ուկրաինիզացիա է տանում, Մալի է ուզում դարձնի, որտեղ ասենք Ֆրանսիան ու Ռուսաստանը իրար հետ կռվում են պրոքսի պատերազմի միջոցով, մենք սա պետք է բացառենք։ Այսինքն մեր կոնցեպտը երկիր կամուրջ կոնցեպտն է, որտեղ դու կարող ես այստեղ բան անել, մրցակցել ներդրումներով, ոչ թե ռազմական ճնշումներով։ Այսինքն մենք պարտավոր կլինենք աշխարհի բոլոր երկրներին փորձենք ապացուցենք, որ այստեղ շահերի բախումը մենակ կարող լինի տնտեսական ներդրումային։ Միայն այդպես։ Ոչ թե ռազմական։ Այդ դուք բռնեցիք մեր կոնցեպտը, որով մենք երկիր կամուրջ կոնցեպտը։ Սա ենք մենք առաջարկում, որովհետև ամենամեծ վտանգը, որ այդ սպառնալիքից է, չէ՞ խոսում ռազմավարական։ Դրանցից մեկը այդ հիբրիդային պատերազմ, հիբրիդային էլ չէ, արդեն ակնհայտ պատերազմ է Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև, Ամերիկայի եւ Իրանի միջև։ Դուք պատկերացնում եք, այդ պատերազմների մեջտեղը մենք ենք։ Հիմա կամ մենք մտնելու ենք այդ պատերազմի մեջ ու քանդվելու ենք, կամ մենք խուսափելու ենք այդ պատերազմներից, իսկ դրա բանը դա ինչ որ մենք Շատ լավ, պարոն Զուրաբյան, տեսեք, դուք շատ գեղեցիկ եք ասում ու իմ կարծիքով հնարավոր տարբերակ եք ասում, մեր ուժերից վերջ չի դա։ Իդեպ այդ երկաթուղային խաչմերուկը հենց դրան է ծառայելու, որ բոլոր հետերությունների Նիկոլ Փաշինյանից ընդամենը նրանով, որ դա երկաթուղային խաչմերուկ, ինքն է խաղաղությանը նշում, բովանդակությունն էլ է կարևոր։ Բովանդակությունն էլ է։ Այ մարդկանց մի քիչ փոխարկագծել բացեք։ Միակողմանի պրոյեկտ է։ Դա Ամերիկա, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան դեպի Միջին Ասիա տենց գնալու պրոյեկտ է, որից դուրս է մղված Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը։ Այսա ստեղծում է աշխարհակաղական լարվածություն, ռումբա այս խաղաղության տակ։ Սա մենք ուզում ենք դզենք այդ պրոյեկտով։ Շատ լավ։ Ես ընդհանրապես ձեզ մի բան եմ ուզում ասեմ։ Մենք ոչ թե sense ֆրազներ ենք ասում։ Մենք ամեն մի ռազմավարական ոնց որ մարտահրավերի համար առաջարկում ենք ռազմավարական գործիք։ Ասենք Իրանի երկաթուղին դա գործիք է, որով մենք լուծում ենք գտնում։ Հիմա դուք ասեք, օքեյ, իսկ ուրիշ տենց գործիքներ ունեք, այո, ամեն մեր բանում ծրագրային ոնց որ ուղղությամբ մենք գործիք ենք առաջարկում։ Օրինակի համար, էներգետիկ անվտանգության հարցը։ Դասեք, աշխարհը հիմա մտնում է էներգետիկ կրիզիսի մեջ ու շատ մեծ խնդիրներ են առաջանում։ Աշխարհը հիմա մտածում է նորից վերադառնալ դեպի ատոմային էներգետիկա եւ այլն եւ այլն։ Մենք ասում ենք, գլխավոր գործիքը դա ատոմակայանի կառուցումն է, նոր ատոմակայանի կառուցում, 1-2 մեգավատ ատոմակայանի կառուցումը, ընդ որում Ռոսատոմի հետ, որտեղ դա լավագույն առաջարկն է աշխարհում, այսօր ամբողջ աշխարհը այդ փաթեթի հետևից է գնում, բայց մենք ասում ենք արևմուտքի հետ պետք է համագործակցենք կուտակային հզորությունների ստեղծման։ Մենք չենք ասում, դա Էրդողանն է ասում։ Իրականում ասում է Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի եւ մոդուլային այդ չգիտեմ որտեղ փորձարկված անփորձ բանը ներդնել Հայաստանում։ Դա իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանն ասում եւ համար, դա Էրդողանն ասում։ Ճիշտ է, Փաշինյանն էլ այդ մտել է այդ ուրվականի հետևից խոսնակի դեր է։ Ու այդ բաները մոդուլային ռեակտորները դա ուրվական է, ինքը գոյություն չունի, ինքը այսօր ստեղծված չի։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ուրվականի հետևից, ինչը նշանակում է ատոմային էներգետիկայի ոչնչացում Հայաստանում։ Քանի որ սա էտա
Երրորդ գործիքը ստրատեգիական դա մենք ասում ենք, ախպեր, ջրային ռեսուրսը դա ամենաստրատեգիական ռեսուրսն է։ Մենք այսօր 70%-ը կորցնում ենք։ Մենք Հայաստանում չենք հավաքում դա։ Մենք պետք է ստեղծենք ջրամբարների, ջրանցքների, պոմպակայանների մի ամբողջ համակարգ, ջրի նախարարություն ենք մտցնելու դրա համար, որ այդ հարցը, ջրի կառավարման հարցը բարձրացնենք ստրատեգիական մակարդակի, որը թույլ կտա հավաքել Հայաստանի տարածքի ջուրը եւ մատուցել մեր գյուղացուն, ավելցուկնել ծախել մեր հարևաններին։ Դրանք ամբողջովին, եթե վերցնես գլոբալ անվտանգության հարցերի մեջ են մտնում, շատ կարևոր է, որ ստրատեգիcky դու զապասդ ունենաս, շատ քիչ կախվածություն ունենաս այլ երկրների լավ կամ վատ լինելու հետ, այ ինձ խնդրում եմ ասեք, Եվրոպական համայնքի ղեկավարներից մի քանիսը արդեն նախանշել են, որ ավելի լավ կլինի մեր բառերով ասած Սմատրաշին տնենք Թուրքիային, այս տարածաշրջանի վրա, մեր հովանու ներքո։ Այդ դուք ո՞նց եք մտածում, դուք գալիս եք իշխանության, այն ինչ որ դուք հիմա առաջարկում եք, դա իրենց այդ տերերի, ասենց հովանավորների շահերին դեմ է գնում, եթե Ռուսաստան, Իրան, իրանք իրancs դեմ պատերազմում են, Չինաստան, էկոնոմիկի պատերազմ է գնում Ամերիկա, Չինաստանի մեջ։ Եթե իրանք ասում են ոչ, Ադրբեջանին օգտագործում են մեր դեմ ագրեսիայի որ պատերազմ է սկսվելու, եթե դու չես ամ։ Ձեր ինչ եք այդ։ Ունեք պլան B, եթե չի համաձայնվում։ Կոպիտ ասած, կամ մենք դառնում ենք փալաս, որովհետև այն սցենարը, որ դուք ներկայացնում եք, որ իրանք թույլ չեն տա, այսպես կանեն, այսինքն կամ պիտի դառնաս փալաս, այդ դեպքում դու պետություն չես այլևս։ Դու մի հատ փալաս ես, որը ով ոնց ուզում է օգտագործում է։ Իդեպ դա Սմատրաշին չի լինի Թուրքիան։ Սմատրաշին կլինի Ադրբեջանը, ավելի գավառական, ավելի կոռումպացված, ավելի հետամնաց, ավելի ավտորիտար մի հատ համակարգ։ Փալաս չդառնալու համար դուք ինչ եք անելու։ Մենք այսինքն միասին ինչ ենք անելու։ Այս մեր ստրատեգիական գործիքները, որոնց մասին ես խոսում եմ, դրանք բոլորը մեր ժվում ով է մեր ժվում։ Հենց Ադրբեջանը իրան տերերը զանգում ասում են, մեր ձեր չի տալիս, որ Ռուսաստանը կապ ունենա Իրանի հետ, Իրանը կարողանա Չինաստանը կարողանա հելնի։ Բա մենք հենց այդ ենք ասում։ Մենք չի համաձայնվում։ Մենք այդ հավասարակշռությունը պետքա վերականգնենք։ Մեզ պետք չի։ Մենք պետք է վերականգնենք։ Մենք պետք է եւ Ռուսաստանի, եւ Չինաստանի, եւ Հնդկաստանի, եւ Իրանի հետ շատ լուրջ համագործակցության մեջ մտնենք։ Այդ բլոկի ինչքան էլ դա ինչ որ մարդկանց դուր է գալիս, թե չէ։ Մենք չենք ասում մենք մերժենք արևմուտքը, մենք համարում ենք, որ արևմուտքի հետ հարաբերությունները շատ կարեւոր են։ Այդ ֆինանսական համակարգը շատ կարեւոր է, բազմաթիվ ճանապարհներ։ Պարոն Զուրաբյան ջան, կարճ ասեք, մենք կարանք այնքան համագործակցենք, որ մեր սեփական շահերին դեմ չլինի դա։ Այսինքն մեզ չտանենք նորից մտցնենք մի բլոկի մեջ, որտեղ մենք նորից որոշիչ չեն կլինի։ Մեր տեղը Չինաստանն է որոշել, Ռուսաստանը։ Դրա համար պետք չի, դրա համար մեր գլխավոր կոնցեպտը էս է, որ մենք չպետք է ճամբարավորվենք, մենք կցոր չպետք է դառնանք։ Ես չեմ ասում, որ հիմա եկեք մերժենք արևմուտքը, գնանք բանի այս բլոկի մեջ։ Հակառակը մենք միշտ խաղացնենք բոլոր ուղղություններով մեր հնարավորությունները։ Որոշակի չափով։ Չեզոք համագործակցող բոլոր ուղղություններով։ Այսինքն կներեք Թուրքիային էլ Ադրբեջանն էլ պետք չի մերժել։ Մենք իրանց հետ հաշտության կողմնակից ենք։ Ուղղակի այդ հաշտությունը ինչ գին է արժանանում։ Այդ հաշտությունը կաշխատի մենակ մի դեպքում, եթե իրենք իմանան, որ մենք ունենք ալտերնատիվներ։ Մեր հաղորդումը վերջանում է, վերջին հարցն եմ տալիս, խնդրում եմ կոնկրետ այո թե ոչով պատասխանեք, եթե ոչ, ուրեմն вообще մի պատասխանեք։ Սա շատ կարևոր հարց է անձամբ իմ համար եւ իմ ընկերների համար։ Մենք Շուշիի եկեղեցու բագում քոճարի ապարելու ենք թե ոչ։ Այո կամ ոչ։ Ուրեմն ես Շուշեցի եմ իմ արմատներով, պապական, ուղիղ բանով, գծով։ Ես ձեզ կարող եմ ասել հետևյալը։ Այսօր ինչ ուզում եք ասեք, վերադարձը բանը հայերի, արցախցիների վերադարձը այսօրվա Ադրբեջան անհնար է։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք պաշտպանելու այդ իրավունքը ապագայի համար։ Պաշտպանելու ենք եւ ես հուսով եմ, որ դա մի օր իրագործվելու է։ Շնորհակալություն մեր հրավերքը ընդունելու համար, պարոն Զուրաբյան, շատ հետաքրքիր էր ձեր զրուցելը։ Ես էլ բարևներս մեր առաջին նախագահին։ Շատ լավ։ Հարգելի հետևորդներ, այսքանով մենք վերջացնում ենք մեր այսօրվա ոդքասթը եւ ավելին ասեմ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս քարոզարշավին եւ մասնակցելու են ընդրական process-ներին եւ ընտրություններին, մեր դռները բաց են, բանավեճի տեսակետով նույնպես բաց են։ Հենց հիմա դուք ձեր էկրաններին տեսնում եք
հեռախոսահամարը, որը Viber, WhatsApp եւ Telegram հավելվածների միջոցով գրեք ձեր քաղաքական ուժի անունը եւ ձեր հետ կկապվում են։ Խնդրում եմ մենակ հաղորդագրություն գրել։ Շնորհակալություն, մի շնորհ հանդիպումներ։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։